Հպարտ եմ, որ առաջին անգամ լինելով Արցախում Ադամը այդքան սիրեց Արցախը, այդքան սիրեց իր հայրենիքը։ 2015-ի հունվարին Ադամն առաջին անգամ եկավ Արցախ, սիրեց Արցախն ու մնաց նրա հավերժ զինվորը։ Հիմա եռաբլուրում է Ադամը։ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի, Արմեն Ակուրֆանյանի, Բագրատ Ալեքսանյանի և մյուս զոհված հայրենիների կողքին, որ Արցախը հայկական պահելու համար կռվել են մինչև վերջ աննահանջ։ Ապրիլյան պատերազմից հետո կար հպարտություն։ Չգիտեմ, տղաները մինչև վերջին շունչը կռվել և պայքարել են, դե գիտեք, Ադամը եղել է Ջաբրայելի 112 դիրքի ավագը, հրամանատարը և իր ջոկատի տղաների հետ մինչև վերջին շունչը պայքարել է և հետ մղել են թշնամուն, այնպես որ չեն համարձակվել թափանցել մեր երկրի խորքերը։ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախի պետական սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերն անցել է լայնամասշտաբ հարձակման, թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Պատերազմի առաջին զոհը 12-ամյա Վաղինա Գրիգորյանն էր։ Ապրիլյան պատերազմում 110 զոհ է ունեցել հայկական կողմը։ 9 տարի անցել, ցավը չի մեղմացել, վերքը չի սպիացել։ Ընկերներից մեկը Գուրգեն Հովհաննիսյանը էլ իրանց Վաշտի զինակից ընկերներից է միշտ պատմում է Բագրատի մասին, ասում է, ասեմ, որ ու դա ես չեմ ասում, դա ասում են զինակից ընկերները, որ Բագրատն ու Գրիգորյան Անդրանիկը մինչև վերջի շունչը սենց բլինդաժին չոքած, մեկը բլինդաժի մի ծայրը, մեկը մյուս ծայրը համար մարտնչում էին, ասում է, տղաները հասցնում էին, փամփուշտները լիցքավոր էին զենքերի։ Բագրատ Ալեքսանյանը Հայաստան եկավ Ռուսաստանի Դաշնությունից։ Կարող էր չմեկնել ծառայության, բայց զինվորագրվեց հայրենիքի պաշտպանությանը և չխուսափեց Արցախում ծառայելուց։ Իրեն ազատել էին մի տարեկիտում էին տվել, որովհետև ինքը ջարդապալում ուներ, օրինական ազատվել էր, սակայն ինքը չէր հարմարվում այդ մտքի հետ, չէր հաշտվում և անպայման ուզում էր, որ Արցախում ծառայի, և որ ամուսինս ասեց, ես ընդունում ենք մենք դա քո որոշումն է Բագրատ ջան, բայց ինչի հենց հատկապես Արցախ։ Ասեց պապ իմ դիդատատին այնտեղ հողարկավորված, ես ոչ չթամ այդ հողերը պաշտպանեմ ով է գնալու։ Թշնամու դեմ միայնակ կռվելու և վերջին նռնակով իրեն ու հակառակորդներին պայթեցնելու համար է Արցախի բարձրագույն ոսկե արծիվ շքանշանին արժանացել հերոս Ռոբերտ Աբաջյանը։ Վաշտի հրամանատարի զոհվելուց հետո ոտքի վիրավորում ստացած Աբաջյանը ստանձնել է հրամանատարությունը և շարունակել մարտը։ Ինքը շատ էր սիրում և մարտը կյանքը տվեց իրեն, ինչ ասեմ։ Արցախն էր մեր հողը։ Ապրիլյան պատերազմից 9 տարի անց Եռաբլուր զինվորական պանթեոնում պատերազմի հերոսների հարազատներն են դպրոցականներ, ծանոթ ու անծանոթ մարդիկ։ Զոհված տղաների հիշատակին հարգանքի տուրք է մատուցել նաև Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը կառավարության և խորհրդարանի անդամների ուղեկցությամբ։ Ադամ Սահակյանի սխրագործությունների մասին Արցախում և Արցախից դուրս շատերը գիտեն։ 9-րդ պաշտպանական շրջանում է ծառայել սերժանտ Սահակյանը։ Մինչև արյան վերջին կաթիլը մարտնչել հանուն հայրենիքի։ 18-19 տարեկան տղաներ, որ ծառայության էին մեկնել խաղաղ ժամանակներում ու զոհվել այդ խաղաղության համար։ Ուզում եմ ես կարդալ արցախցի մեր շատ սիրելի Տիկին Դադայանի, Ռոմելա Դադայանի խոսքերը Ադամին ձոնված, հենց մի քանի ժամ առաջ ընդամենը։ Ջաբրայելի հզոր արծիվ, Արաքսի պաշտպան, հոգիդ թևածում է այնտեղ, ուր այլևս չի հնչում մեր ոսկեղենիկ մայրենին։ Դու և քո ընկերներն այսօր նեղացած եք բոլորից, բայց նաև ականատես եք բանակի անձնուրաց մարտերի, զինվոր ու սպայի քաջագործություններին։ Հերոս Ադամ, ննջիր խաղաղությամբ, մինչև չարի տապալումն ու արդարության հաղթանակը։ Հերոսացին մայրերը, հարազատները, Արցախով ապրող յուրաքանչյուր հայ հավատում է, որ իզուր չէր տղաների թափած արյունը։ Հավատում են Արցախ վերադարձին,
Հավատում են, որ իմաստ ունենամ ապրելը։ Ես կուզեմ, որ տեր լինենք մեր երկրին։ Չկա ուրիշ տեղ ավելի լավ ճակատագիր։ Այդ մարդիկ են հորինել։ Այստեղ եւ հիմա շատ ավելի լավ է, շատ ավելի պետք է ուղղակի մենք հասկանանք, ուշքի գանք եւ տեր լինենք մեր ամեն ինչին։